Դեկտեմբերի 10-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, որը Հայաստան էր ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն, հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերոբե եպիսկոպոս Իսախանյանը։ Գերմանացի պատմաբանը 2015-ին հրատարակել է «Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը, որում ներկայացրել է հայոց ցեղասպանությանը վերաբերող երբևէ չհրատարակված բազմաթիվ փաստաթղթեր Վատիկանի մինչ այդ փակ արխիվներից։ Իմ գտած փաստաթղթերը լույս էին սփռում 1915-ից 1922 թվականներին տեղի ունեցածի վրա։ Ես ավելի խոր քչփորեցի եւ գտա փաստաթղթեր նաեւ Լևոն 13-րդ պապի գահակալության տարիներից, որոնք վերաբերում էին 1894-ից 1896 թվականների Համիդյան ջարդերին։ Բացահայտեցինք այդ սարսափելի դեպքերի մասին վկայություններ, Սուրբ Աթոռ ուղարկված զեկույցներ, որոնք ուղղակի ցնցում էին, սահմռկեցուցիչ մանրամասներ էին։ Կոստանդնուպոլսի առաքելական նվիրակը Մոնսինյոր Դոլչին զեկուցում էր ուղիղ Վատիկան, թե ինչերի է առերեսվել ինքը Պոլսում։ Կային նյութեր հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից եւ անշուշտ նաեւ հայ կաթոլիկ եկեղեցու հոգեվորականներից, որոնք նույնպես ուղիղ Վատիկան էին ուղարկում իրենց հաշվետվությունները։ Նորին սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը Սուրբ Էջմիածին եւ բարձր գնահատեց նրա գիտական վաստակը, ընդգծելով, որ Մայրաթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Գերմանացի պատմաբանն ու վեհապար հայրապետը մի քանի անգամ հանդիպել են թե Հռոմում, թե Սուրբ Էջմիածնում։ Վեհապար հայրապետը պարոն Հեզեմանին հրավիրեց բանախոսություններով հանդես գալու Մայրաթոռի միաբանության եւ հոգևոր կրթական հաստատությունների սաների համար։ Գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանը Հայաստանում եղել է 2015 թվականին հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը, այնուհետև 2016-ին Հռոմի պապի այցելության ժամանակ։ Ուշադիր հետևում է Հայաստանում եկեղեցի-պետություն հարաբերությունների ճգնաժամին։ Յուրաքանչյուր քաղաքակիրթ ժողովրդավար պետությունում հստակ սահմանազատված են եկեղեցին եւ պետությունը։ Պետությունը երբեք չի միջամտում եկեղեցու ներքին գործին։ Եկեղեցին ամեն ազգի խիղճն է եւ պետությունը իրեն չեզոք է պահում։ Հատկապես Հայաստանում եկեղեցին շատ կարևոր դեր ունի։ Քրիստոնեությունը ձեր ազգային ինքնության կարևոր մասն է։ Հայաստանը հռչակ է վայելում որպես քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին երկիրը այս աշխարհում։ Քրիստոնեությունը ձեզ բավականաչափ զորացրել է եւ օգնել է հաղթահարելու անցյալի բոլոր հարձակումները, աղետները եւ պահպանելու ձեր հոգեվոր կյանքը, ձեր հայկական ինքնությունը։ Եվ հանկարծ անսպասելիորեն ձեր ազգի ոգին ճնշումների է ենթարկվում կառավարության կողմից։ Չափազանց վտանգավոր իրավիճակ է, քանի որ առաջին հերթին բևեռացնում է մարդկանց։ Միշտ կան մարդիկ, որոնք կառավարության կողմից են, ինչ էլ որ կառավարությունը որոշի, եւ կան մարդիկ, որոնք եկեղեցու կողմից են, քանի որ հավատացյալ են։ Եկեղեցու դեմ ուղղված ցանկացած գործողությամբ դուք պառակտվում եք իբրև ազգ։ Պառակտված ազգը միշտ թույլ է։ Մինչդեռ հիմա ագրեսիա են դրսևորում ձեր երկրի միաժամանակ երկու հարևանները՝ թե Թուրքիան, թե Ադրբեջանը, որը հենց հիմա զբաղվում է մշակութային ցեղասպանությամբ Արցախում։ Դուք իբրև ազգ ուժեղ եւ միասնական պետք է լինեք։ Հատկապես պետք է առաջին հերթին կանգնեք ձեր երկրում Աստծո ներկայացուցչի, եկեղեցու եւ նրա հայրապետի կողքին։ Պատկերացրեք Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին տեղից վեր կենա եւ պապին թելադրի, թե Սուրբ եկեղեցում ինչ լեզվով պետք է հնչի պատարագը, կամ քննարկի եկեղեցում ազգային հիմնը հնչեցնելու հարցը։ Մարդիկ մի լավ կծիծաղեն դրա վրա եւ այլևս երբեք նրան լուրջ չեն վերաբերվի, կանվանեն դա մեծամտության մոլուցք։ Իմաստությունը, սեփական սահմանները եւ իրավունակությունը ճանաչելն է։
Իմաստուն մարդը երբեք չի հատի դրանք։ Եթե տեսնեք, որ հարձակվել են ձեր հոր կամ պապիկի վրա, դուք անմիջապես կպաշտպանեք նրան։ Կաթողիկոսը ձեր եկեղեցու հայրն է, ձեր ամբողջ ազգի հոգևոր հայրը։ Անշուշտ Հայաստանի ժողովուրդը մարդիկ, որ դեռևս ունեն քրիստոնեական ինքնություն եւ դեռ սիրում են իրենց եկեղեցին, իրենց Աստծուն եւ Սուրբ Գիրքը, իրենց երկրի քրիստոնեական արժեքները եւ նույնիսկ պարզապես պատասխանատու ժողովրդավար մարդիկ, որոնք նկատում են բռնապետության նշանները, պետք է արթնանան։ There are many very peaceful ways to protest, but they should be Բողոքի բազմաթիվ խաղաղ ճանապարհներ կան։ Այս պահին ձեր ազգի արմատներն են վտանգված։ Պատկերացնում եք, թե ինչ կպատահի ծառին, որի արմատները կտրում եք։ Ամեն հաջորդ քամին կտապալի այդ ծառը։ Ես սաստիկ անհանգիստ եմ Հայաստանի համար։ Ինչ կմնա Հայաստանից, եթե նրա եկեղեցին տապալվի, որովհետև քրիստոնեական հավատքը ձեր հայ լինելու, ձեր ինքնության մասն է։ Այս աշխարհում քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրն եք։ Ուստի այստեղ տեղի ունեցողը չափազանց մտահոգիչ է։ Երբեք չէի հավատա, որ այս ամենը հենց Հայաստանում է տեղի ունենում։ Մեր ոչ մի ազատ դեմոկրատական երկրում նման բան երբեք չէր պատահի։ who is above the patriarch? Only God. Only God. And if you're a Christian, you know that there's divine providence, and divine providence made. Կաթողիկոսից վեր ելով կա միայն Աստված։ Եթե քրիստոնյա ես, ուրեմն գիտես, որ աստվածային նախախնամությունն է այդ մարդուն ժամանակի այս շրջանում դարձրել հայրապետ։ Սա աստվածային կամքն է, քրիստոնեական հավատքի հիմքն է։ Օրինակ, Լևոն 14-րդ պապն Աստծո կամոք այժմ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետն է։ Այս հանգամանքը կասկածի տակ դնող մարդը իրեն Աստծո տեղն է դնում, ինչը շատ վտանգավոր է։ Դուք կարող եք հպարտանալ նման կաթողիկոսով։ Նա շատ ուժեղ մարդ է առ Աստված իր հավատքով։ Forget about all these rumors. I mean, so many lies which were spread. Մոռացեք բոլոր բամբասանքների մասին։ Այնքան ստեր են տարածվում քարոզչության նպատակով, մինչդեռ դրանք պարզապես ստեր են։ Նորին սրբությունը հարգանք է վայելում ամբողջ քրիստոնեական աշխարհում։ Նա միշտ սպասված հյուր է Վատիկանում թե պապի, թե միլիոնավոր կաթոլիկների համար։ Նա մեծապես հարգված է ուղղափառ աշխարհում եւ արևելյան եկեղեցիներում եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում։ Այս մարդը ձեր ազգի հայրն է, պետք է միայն հպարտանաք նրանով։ Աշխարհում ուղղակի մեծ շփոթմունք կառաջանա, եթե այս Աստծո մարդուն մի բան պատահի։ Դա կցնցի աշխարհը եւ կարծում եմ, որ դա բնավ լավ չէ Հայաստանի հեղինակության համար։ The world would be shocked. And I think this would not be good for the image of Armenia. Սրբազան պայքար շարժման աջակիցների հերթական դատական նիստը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին։ Դատարանին եւ դահլիճին ուղղված կարճ հայտարարությամբ հանդես եկավ Բագրատ Սրբազանը, անդրադառնալով շաբաթներ առաջ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ղեկավարի իր հասցեին արված հայտարարությանը։ Հիշեցնենք, որ ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանն ասել էր, որ արկա է Բագրատ Սրբազանի ձեռքով գրված ահաբեկչական պլան։ Հստակ կերպով ասում եմ, հայտարարում եմ, որ մինչև այսօր ոչ իմ հրապարակային, ոչ նամակագրության, ոչ դատարանում ընչած իր անպատասխանատու հայտարարության պատասխանը չի տվել։ Սա արձանագրեք ձեզ մոտ։ Ուրեմն իհարկե այդպիսի տարօրինակ փաստաթուղթ, այսպես թուղթ գոյություն ունի քրեական գործի նյութերում, բայց ինչպես նաև Բագրատ Սրբազանը ասաց, եթե այդ թուղթը իմ ձեռքի համար էր քննչական մարմինը, որ իմ ձեռքով է գրված, որը իդեպ որևէ փորձաքննության չի ենթարկվել ձեռագրաբանական, բայց բնականաբար Բագրատ Սրբազանի կողմից գրված չի ու չէր էլ կարող լինել, եթե դա համապատասխան էր իրականությանը, Սրբազանն ասում է, ինձ պետք է հոգեբուժարան տանեին, ոչ թե դատարան, որովհետև այնտեղ ինչ որ անհեթեթ բաներ են գրված, որ պետք է մտնել Թուրքիա եւ Ադրբեջան, զորքով վերցնել 150-ից 200,000 գերիներ եւ այդ պարագայում լուծել մեր հարցը։ Պարզը ասում է, որ այդպես բան չի կարող լինել, դա անգլալեզու ինչ որ փաստաթուղթ է, որը Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկությամբ հայտնաբերվել է ու հայտնաբերվել է ինչ որ բացիկների
հարցակից, որ նույնիսկ հայտնի էլ չի, թե ինչպես է այդտեղ հայտնվել, ու որպեսզի իրադրությունն էլ մի քիչ հանրության համար հասկանալի լինի, բացատրեմ, նաև դրա մասին Լիդիան էլ է խոսել։ Դուք հասկանում եք, որ 24 թվականին այդ ալիքի ժամանակ իրանցից Երևան հասնելու, երբ որ ժողովուրդը համախմբվել էր եւ այլն, շատ մեծ արձագանք էր ստացել, հարյուրավոր, հազարավոր մարդիկ մոտեցել են Սրբազանին կամ Սրբազան պայքարի աջակիցներին, փոխանցել են ինչ-որ թղթեր, ասել են սա է Հայաստանի փրկության պլանը, ամեն մեկը իր ինչ-որ մարդիկ իհարկե սենց էթիկայից ելնելով եւ այլն ասել են իհարկե, օրինակ այդ թղթերը վերցրին ու ինչ-որ միտեղ մնացել է, բայց դա քննչական կոմիտեի ղեկավարի կողմից բանում ազգային ժողովում հայտարարել, որ Բագրատ Սրբազանի ձեռքով է գրված, իհարկե անհեթեթություն է, ու իհարկե մենք չենք կարող պատկերացնել ամենավատ երազում, որ մենք կհայտնվեինք մի այնպիսի պետականության ստրուկտուրայում, որտեղ քննչական կոմիտեի ղեկավարը կարող է այդպիսի հայտարարություններ, նույնիսկ իր ենթակայության գտնվող քննիչները չեն գոնե, չասեմ խիզախել, բայց տրամաբանությունը չի ներել, որպեսզի այդ, այսպես ասած, ապացույցը դնեն մեղադրական եզրակացության հիմքում, ինչու է նման հայտարարություններ անել, թող դատի հասարակությունը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին ժամը 15:30-ին։ Սոնա Խաչատրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Մաստարայի Սուրբ Հովհաննեսը Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության ինքնատիպ եկեղեցիներից է։ Գյուղի կենտրոնում գտնվող սրբավայրը 5-րդ դարում է կառուցվել։ Վաղ միջնադարյան սրբավայրը դեկտեմբերի 11-ի երեկոյան լցվեց աղոթքով։ Արագածոտնի թեմի քահանաները հավատացյալների հետ միասին մեկտեղվել էին Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Կատարվեց միասնական ժամերգություն։ Հոգևոր դասն ու հավատացյալները աղոթք բարձրացրին առ Աստված հայոց հայրապետի արևշատության, հայ առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության։ Այս օրերին անազատության մեջ գտնվող Մկրտիչ Բագրատ Միքայել եւ Արշակ Սրբազանների, Գարեգին քահանայի, Հանիրավի անազատության եւ գերության մեջ գտնվողների համար։ Ըստ Տիրոջ պատգամի, ինչպես որ ինքը ասեց, եթե 2 եւ 3 եւ ավել հոգիներ համախմբեք ու միասնաբար խնդրեք, ձեր խնդրանքը պիտի չանտեսվի։ Մենք էլ մեր սրտի բարի մաղթանքները Տիրոջ հանդեպ ունեցած մեր հավատը համախմբում ենք, սարքում ենք խրցի օրինակը, ինչպես որ խուրձը դժվար է ոլորել եւ կոտրել, այդպես էլ դարձում ենք միասնական եւ հզոր աղոթք մեր խնդրվածքը առ Աստված բարձրացնելու, մեր կալանավորված սրբազան հայրերի, մեր քահանա եղբոր, մնացած բանտարկյալների, մեր գերիների բարի վերադարձի համար։ Ամեն հինգշաբթի կատարվող այս միասնական ժամերգություններին աղոթական ներկայությամբ մասնակցում են Հազարավանի Մենաստանի միանձնուհիներ։ Անշուշտ Տիրոջ առաջ հաճելի են եւ զորավոր են միասնական աղոթքները, որովհետեւ Տերը ինքը ասում է, որ միակամ եղեք, միաբան եղեք եւ մենք այսօր հենց դրա համար ենք հավաքվում։ Անշուշտ յուրաքանչյուրս անհատական մեր աղոթքը հղում ենք այսօր մեր երկրի, մեր եկեղեցու համար, մեր հայրերի համար։ Եվ հինգշաբթի օրը նաև խորհրդանշական է, որովհետև գիտենք, որ այսօր եղավ խորհրդավոր ընթրիքը, ես նաև այդպես եմ իմաստավորում, որ Տերը այսօր հավաքեց իր աշակերտներին եւ այսօր եղավ ընթրիքը։ Մենք այստեղ ենք աղոթելու միասնաբար եւ մեր միակամ, միաբան աղոթքը առաքելու արտերը։ Ժամերգության ավարտին ներկաներին խոսք ուղղեց Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը։ Տեր Հայրը պատգամեց ներկաներին, որ աղոթեն եւ խնդրեն Աստծո ողորմությունը ամենքի համար ու հավելեց. Թող Տերը զորացնի եւ առաջնորդի մեզ ամենքիս։ Ծնկի ենք եկել բարձրանանք Սուրբ Հոգով զորացած ու քայլենք դեպի Աստված արդարության ճանապարհով։ Աստված բարի է, բայց խիստ միևնույն ժամանակ բոլոր նրանց հանդեպ, ովքեր խոտորվում են հավատքի մեջ։ Աստծո տրված ամեն մի բարիքի համար մենք շնորհակալ պիտի լինենք։ Աստծո տրված ամեն մեկ օրվա համար, ամեն մի ծառայության համար շնորհակալ պիտի լինենք։ Որովհետև ի վերջո ինչ որ մենք ենք, ինչպիսին որ ենք,
դա միայն Աստծո պարգևն է։ Հաջորդ միասնական ժամերգությունը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին ժամը 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Այս համարով Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Արաբկիրի հայորդյաց տան դհոլահարների համույթը մասնակցել է կանչ կատարողական արվեստի հանրապետական մրցույթ փառատոնին ու արժանացել է Grand Prix-ի։ Հայկական խառը ռիթմեր համարը ժյուրին բարձր է գնահատել։ Շատ լավ է, մենք շատ լավ պատրաստվել էինք, այդ համարը, որ իրանք նվագում են, այդ ահագին ժամանակ տևել է մինչև ինքը լավ կարողանան տիրապետեն, այդ սենց ասած համ ես վստահ էի մեջ, որ իրանք գրավեն լավ պատվավոր տեղ, երկրորդն էլ սենց ասած գնացել էինք, մենք մասնակցեինք, որ երեխաները ոգևորվեն ավելի շատ այդ բեմ բարձրանան, բեմը շատ կարևոր է իրանց համար, որ հանդիսատես տեսնեն ժյուրի, մրցույթը եւ համերգը իրանց շատ ոգևորում է։ Ու մնացածն էլ արդեն ժյուրին որոշեց 3 ժյուրի անդամները 10 գնահատականը բարձրացրեցին։ Արամ Հակոբյանը Արաբկիրի հայորդյաց տան դհոլի դասարանի մանկավարժն է, 12 տարեկանից նվագում է, ուսանել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում։ Համույթներում տարբեր նախագծերում հանդես գալուց բացի իր փորձն ու գիտելիքն է փոխանցում երեխաներին։ Ես ինչ որ գիտեմ, ինչ որ սովորել եմ, այդ փոխանցում եմ երեխաներին ու իրանք այդ ամեն անգամ sense սպասումով գալիս են դասի, որ նոր դաս անցնենք, ընկեր արամ նոր դաս մեզ կսովորացնեք, դա շատ ինձ ոգևորում է։ Դհոլի նկատմամբ հետաքրքրությունը վերջին շրջանում աճել է, երեխաներին գրավում է ռիթմը, էներգիան։ Անունս Վիտյա է, Ալգոնոս Պետրոսյան, գալիս եմ դհոլի մոտակայք 7-8 ամիս, մասնակցել եմ համերգին, ես շատ ուրախացա, որ մենք շահեցին Grand Prix։ Իմ մայրիկը այստեղ աշխատում, ես երբ լսեցի դհոլի ձայնը, ես որոշեցի, որ ուզում եմ դհոլ նվագեմ։ Եկեղեցիում եկել էի համերգի երգի, սիրեցի դհոլը, դրա համար ուզեցի մամային, ասեցի, որ ընդունվենք դհոլի։ Ես 7 տարեկան եմ, մի տարի գալիս եմ դհոլի, շատ եմ սիրում դհոլը, փոքր ժամանակ ես տանը խփում էի անընդհատ, խաղալիք դհոլ ունեի, նվագում էի վրան, ուզեցի դհոլի գամ, մայրիկը ասեց իմ մոքուրին, որ բերի դհոլի, մայրիկը իմ փոքր եղբորոջ հետ բերեց և մենք ընդունվեցինք։ Դե իմ պապիկն էր դհոլ նվագում, ես այդ նվագելուց ես սիրեցի դհոլը, դրա համար եմ հաճախում։ Դհոլի դասարանը սաներ ունի, որոնք դեռ դպրոց չեն գնում, Գարիկն ու Ժորան 5 տարեկան են։ Սյուզաննա Թովմասյանը փոքր տարիքից է դհոլով տարվել, երբ ընտանիքի հետ Մոսկվայից տեղափոխվել է Երևան, մտածել է սովորելու ճիշտ ժամանակն է, նաև բարի դասարանում է սովորում։ Մի համար են բեմադրել, որում պարում է եւ դհոլ է նվագում։ Խումբը եւ հայրդաստունը զարմացած էին, տենց որ աղջիկ եմ ու ուզում եմ դհոլ պարապեմ, բայց ես ուզում էի եւ վստահեցի դհոլին, ասեցի կուզենամ կպարապեմ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի հայորդյաց տանը 22 դասարան է գործում։ Մոտ 400 երեխա հմտանում է երաժշտության, կերպարվեստի, սպորտի, լեզուների դասարաններում։ Հաստատության տնօրեն Գայանե Աղաբեկյանից իմացանք, որ պարարվեստի դասարան ընդունվելու համար հերթ է գոյացել եւ հիմա աշխատանք է տարվում պարային նոր դասարաններ բացելու համար։